Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր նույնպես ՔՊԱ-կան Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքով 5 հոգու մեղադրանք է առաջադրվել ֆիզիկական ներգործության հոդվածով։ Կալանավորվածներ չկան 5-ից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը եւ բացակայելու արգելքը։ Ենթադրվում է նույն միջոցները կկիրառվեն նաեւ մյուս 3-ի նկատմամբ։ Մեղադրյալներից Նաիրի Հակոբյանի փաստաբանին հարցրինք՝ իր պաշտպանյալն ընդունում է մեղադրանքը։ Դիրքորոշում չի հայտնել, այլ կերպ ասած չի ընդունել։ Նաիրի Հակոբյանն Աբովյանի ավագանու ՔՊԱ-կաններից հետ ծեծված ու այժմ տուժողի կարգավիճակ ստացած Կոնջորյանի նախկին ընկերը։ Նրա ընտանիքի անդամները երեկ Ազատությանը պատմել էին, որ ծեծին նախորդած շրջանում Կոնջորյանը մեքենայով բազմիցս մոտեցել է իրենց տանն ու սեռական հայհոյանքներ հնչեցրել։ Նաև այդ մասին վկայող տեսանյութեր տարածվեցին։ Ամեն աստու օր ինքը բարբերաբար ոչ ցավ վիճակում գալիս էր իմ պատուհանի տակ, վերջին բառերով հայհոյում էր։ Ընտանիքի պատմածից հասկացանք, որ նախկին ընկերները միմյանց հետ հաշիվ են պարզել։ Կոնջորյանի չդադարող հայհոյանքներին հետևել է ծեծը, իսկ գժտության պատճառների մասին վարկածները երկուսն են։ Ավետ Կոնջորյանին են մեծ գումար պարտք եղել, կամ ինքն է պարտք եղել։ Բանն այն է, որ ավագանու ՔՊԱ-կան Նաիրի Հակոբյանը նորակառույցների վաճառքով զբաղվող Միլոն Ռիելթի ընկերության փոխտնօրենն էր։ Կոնջորյանը տնօրենը։ Հակոբյանի եղբայրն ասում է ոչ թե մենք, այլ Կոնջորյանն ինքն է պարտք։ Արտախություն էլի, ես իմ խապել է, մենք իրան вообще փող պարտենք, եթե պարտենք, թող օրենքով գան, հələ տեսնենք ոնց ենք պարտենք, մեր մոտ ամեն ինչ օրենքով է։ Ավետ Կոնջորյանը երեկվանից հրաժարվում է մեկնաբանել այս աղմկոտ միջադեպը։ Միլոն Մայնինգի ներկայացուցիչները հետքին պատմել են, որ նա բնակարանների գնորդներից ավել գումարներ է վերցրել, վաճառել ավտոկայանատեղիները առանց սեփականատիրոջ գիտության։ Ընկերությանն ավելի քան $100,000 վնաս է հասցրել, բայց որոշել են շատ չխորանալու Կոնջորյանին գործից հանելով հարցը փակել, բայց հարցը չի փակվել, հակառակը։ Միլոն Մայնինգի ու ՔՊԱ-կանների սերտ համագործակցության մասին հետք ամիսներ առաջ էր գրել։ Ընկերությունը հեշտացված թույլտվություններ է ստանում, հետո այդ նորակառույցներում տներ ու տարածքներ են ձեռք բերում Կոնջորյան ընտանիքի անդամները, ավագանու ՔՊԱ-կան Նաիրի Հակոբյանը, Աբովյանի համայնքապետը։ Պարոն Կոնջորյան, ձեր եղբոր ծեծի հետ կապված ինչ կարող եք ասել, ինչու է ծեծի ենթարկվել։ Քաղաքացիական պայմանագրի ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուն Հայկ Կոնջորյանը եղբոր հետ կապված աղմկոտ պատմությունը երեկ չմեկնաբանեց, այսօր պարզաբանում տարածեց։ Հարցն իրավապահների տիրույթում է, վստահ եմ բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն, գրում է Կոնջորյանը։ Բռնության ցանկացած դրսևորում ֆիզիկական, հոգեբանական համարում անընդունելի, անկախ այն գործադրող է անձից։ Ենթադրվում է Կոնջորյանն այսպիսով դատապարտում է ոչ միայն իր եղբորը ծեծելը, այլև նրա սեռական հայհոյանքները։ Որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իմ անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի եւ իրավական պետության տրամաբանությունից, անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած։ Սա ինձ համար եղել է եւ շարունակում է մնալ կարմիր գիծ։ Բայց կարմիր գծերի բացակայության մասին է խոսում ՔՊ շարքերից 2023-ին հեռացված Թաթուլ Ասիլյանը։ Նա 2025-ին էր դատարանի կողմից մեղավոր ճանաչվել կաշառքի միջնորդության քրեական գործով։ Դատապարտվել էր ու հիմա զայրանում է։ Իրեն չէր կարելի հարստանալ, Կոնջորյաններին կարելի է։ Իսկ ոնց ալնեմ, որ կարա Ավետ Կոնջորյանները կամ ես իմ ովքեր հարստանան, մենք չկարենանք հարստանանք, այդ խիչ չպետք է էլի հարստանանք, ասենք մենք։ Իրանք պետք է արտոնություն ունենան, ասենք։ Խի պետք է իրանք ունենան։ Ախպետ դե մենք էլ ենք էլի թույլտվություն տալի, չայրը տալիս ենք էլի։ Այդ խի բռնեցիք դեզ մեզ։ Թաթուլ Ասիլյանը շարունակում է Փաշինյանի համակիրը մնալ ու ֆեյսբուքյան մի քանի տեսաուղերձներով հենց նրան է դիմում։ Ուրեմն սրանք երկու աղբերով պարոն վարչապետ։ Թաթախված են լիքը մեծ գործերի մեջ։ Ըստ հեռացված ՔՊԱ-կանի Ավետ Կոնջորյանը փորձել է իր ընտանիքից խանութ վերցնել։ Այդ գործը գլուխ բերելու համար Փաշինյանի անունն է տվել ու ընդհանրապես ուզում է, որ վարչությունը նրանց հարցը քննարկի, պարզի ինչպես հարստացան մի քանի տարում։ Ըստ օդում կախված լուրերի, ասում են, որ վերջը դրսերը մեր բաներ ունեն, գույքեր ունեն ձեռք բերած, այդ ինչով էլի աղբեր։ Արդյոք քաղաքացիական պայմանագրում Կոնջորյանների հարցը քննարկման կդրվի։ Հայկ Կոնջորյանը կշարունակի մնալ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու։ Սրանք դեռ անպատասխան հարցեր են։ Շուշուց եմ, չգիտեմ, պատուհաններն եմ փակում, որ երեխեքս չլսեն։
Ոչ, ասենք ու հետո որ չտենան բարեկը հետևից գնում է։ Ավետ Կոնջորյանը չի հերքել, որ նախկին ընկերոջ տան մոտ հայհոյանքներ բղավողն ինքն է։ Նաիրի Հակոբյանի ընտանիքը բարձրաձայնել է, որ սա տևական շրջան շարունակվել է, իրենք ահաբեկված են։ Տեսանյութերից մեկում հայհոյախոսության ու սպառնալիքների ականատես են պարեկները, նրանք ուղեկցում են հայհոյախոսին, ովքեր են, ինչու չեն միջամտում, այս հարցերով դիմել ենք ներքին գործերի նախարարություն, պատասխան չունենք, իսկ Ավետ Կոնջորյանի հայհոյանքները քննության առարկա կդառնան ծեծի գործի շրջանակներում, տեղեկացրին դատախազությունից։